Կխնդրեմ ներկայացնեք ջահերով երթի այս տարվա մանրամասները, ինչ կարգախոսներով եք հանդես գալու, ջահակիրների թիվը եւ երթուղին։ Ջահերով երթի այս տարվա կարգախոսը այս տարի նույնպես զարգ երբ հալածում են քեզնա, որտեվ այսօրվա իրականության մեջ ամենալավ կոչը, ամենալավ կարգախոսը, որ կարող ենք ունենալ, հենց դա է։ Ջահերով երթը այս տարի նույնպես իրականացվելու է Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին ժամը 19:15-ին, շարժվելու ենք Հանրապետության հրապարակից Ամիրյանով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյանի պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդ Կիևյան կամուրջով։ Կարգախոսների մեջ մենք նկատել ենք նաև մի ուրացիր կարգախոսը։ Տպավորություն է, որ այն ուղղված է Հայաստանի իշխանությանը։ Իրականում ում է ուղղված եւ դուք տեսնում եք ուրացման քայլեր, որ նման կոչով եք հանդես գալիս։ Ջահերով երթը իր ամբողջ գաղափարով, ամբողջ մեսիջներով ուղղված է աշխարհին եւ ուղղված է բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են դեր խաղալ ուրացման գործում, այսինքն մեր կոչը մեր հասարակությանը այն է, որ ցեղասպանությունը ուրանալ չի կարելի, որովհետեւ ցեղասպանության ուրացումը ավելի վատ հետևանքներ է ունենալու եւ մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին չուրանալ եւ պայքարել հանուն հատուցման։ Իսկ ընդհանրապես ինչպես է գնահատում Հայաստանի իշխանության քաղաքականությունը ցեղասպանության ճանաչում օրակարգից հանելու մասով։ Այդ մասով հստակ դիրքորոշում ունենք, ճիշտ է, ջահերով երթը ներքաղաքական պայքար չի, ներքաղաքական միջոցառում չի, բայց ամեն դեպքում մեր պայքարը նաև ուղղված է բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ցեղասպանությունը օրակարգից դուրս մղել։ Ձեր կարծիքով տեղին է խոսել երկրորդ ցեղասպանության մասին։ Խոսքս 2023-ին Արցախից հայերի բռնի տեղահանման եւ մասսայական սպանությունների մասին է։ Ինչպես է կապում 1915-ի եւ 2023-ի իրադարձությունները, դրանք պատմական կրկնելիություն են, քաղաքական թուլություն, թե նպատակաուղղված քաղաքականություն։ Մեր դիրքորոշումը Արցախյան վերջին իրադարձություններին հետևյալն է։ Մենք նույնպես կարծում ենք, որ Արցախում վերջին իրողությունները դիտարկում ենք որպես ցեղասպանություն։ Այո, մեր Արցախի ժողովուրդը ցեղասպանվել է, բռնի տեղահանվել է, այո, մենք կապում ենք այդ երկու իրողությունները եւ դրա ամենամեծ խնդիրը հենց այն է, որ ժամանակին ցեղասպանությունը չի ճանաչվել եւ հատուցում չի ունեցել, դրա համար ցեղասպան երկրները շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը։ Իսկ հաշվի առնելով այդ իրողությունը, այդ իրադարձությունները, ինչպես են փոխվել երթերի շեշտադրումները։ Կարող ենք ասել, որ դրանք դարձել են ավելի քաղաքական, արդիական եւ ավելի մտահոգիչ, բնակչության համար։ Նայեք, ցեղասպանությունը ինքնին քաղաքական է եղել, քաղաքականության հետ շատ լուրջ կապ է ունեցել, ջահերով երթը նույնպես իր ստեղծման օրից եւ ցեղասպանության ուղղված պայքարը առհասարակ քաղաքական է եղել, ջահերով երթը եւս քաղաքական ակցիա իր ծնված օրվանից մինչեւ այսօր ներքաղաքական ակցիա չի, բայց ջահերով երթը ամենամեծ քաղաքական ակցիան է, հակաթուրքական ակցիան է, որը մեր իրականության մեջ տեղի է ունենում։ Եվ եթե թույլ տաք վերջին հարցս, ինչպես է գնահատում երիտասարդների մասնակցությունը։ Արդյոք նրանք ունեն բավարար հետաքրքրություն եւ գիտակցություն, թե ինչի համար է այս ամենը արվում։ Երիտասարդները բազմիցս մեր ջահերով երթերին մասնակցել են, իրենց ուրույն տեղն են ունեցել, այս տարի եւս եւ այս տարի ավելի շատ եւ ավելի մեծ թվով մասնակցություն են ունենում, այս տարի կարող եմ ասել նույնիսկ, որ աննախադեպ մասնակցություն ունենք եւ երիտասարդների եւ մեր հայ ազգի, մեր հայրենակիցների մասով, որը մենք նաեւ կարող ենք կապել ներքին քաղաքական իրադարձություններով։ Իսկ ունեք կոնկրետ ջահակիրների թիվ ունեք։ 1500-ից մոտ 2000 ջահակիրների մասին է խոսքը։